Գործադիրի որոշմամբ Արթուր Նահապետյանը 6 տարի ժամկետով նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Տեխնացուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր տեխնացուների հետ երկու փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի տեխնացությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաեւ Մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետեւ պարոն Նահապետյանը թե բարեփոխության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ իր ելույթներում պարբերաբար ուղերձներ է հղել, որ հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեների կողմից կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ պետք է ունենալ հստակ ցուցիչներ, թե դատարան ուղարկված գործերի ինչ ծավալ կա, դրանցից որքանն է դատավճռի փուլ մտել, որքանն է եղել մեղադրական, որքանը արդարացված։ Այս առումով վարչապետն անթույլատրելի է համարում քրեական գործերի ձգձգումը։ Մեզ պետք է արձանագրել քրեական գործերի հարուցման հետ ինչա տեղի ունեցել։ Եվ ես զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր կողմոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Վարչապետը նշեց, կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի մեծ ներդրումներ է արել, աշխատավարձեր բարձրացրել, հետևաբար այդ կառույցից ակնկալիքներն էլ մեծ են։ Հակակոռուպցիոն խիստ վերահսկողություն է պետք իրականացնել կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության վրա։ Այսօր ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեն նաև ունի օպերատիվ ստորաբաժանում եւ մենք ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ ելի եմ ասում դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո ասենք բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կկարգավորվի նաև Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը։ Այս պահին մենք օրենսդրությամբ ընդհանրապես չունենք սահմանված մշակութային աճուրդի հնարավորությունը։ Մենք ունենք հրապարակային սակարկությունների մասին գործող օրենք, որը ունի խիստ սահմանափակ նշանակություն եւ կիրառելիություն եւ չի կարող կիրառվել այս ոլորտի կանոնակարգման համար։ Եվ փաստացի այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք ընդհանուր առմամբ նոր հասկացություններ ենք ձևակերպում, ինչպիսին մշակութային աճուրդն է, աճուրդի տունն է, դրա հետ կապված ամբողջ փոխկապակցված մյուս հասկացություններն են եւ նաեւ սահմանում ենք այս գործունեության իրականացման տրամաբանությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։ Ըստ նրա, սա շատ լուրջ խնդրեմ է եւ պետք է ֆոնդերը համալրել։ Կառավարության որոշմամբ կկանոնակարգվեն մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքների վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող 16-ից մինչեւ 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, նաև մինչև 18 տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու նրանց առողջությունը, անվտանգությունն ու բարոյականությունը պահպանելու պայմանները։ Այս աշխատավայրի հարմարեցված պայմաններում կամ աշխատավայրում ուսումնառությունը անհրաժեշտություն է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ համապատասխան գործնական հմտությունները ունեցող ուսանողներ, որոնք որ ավարտից հետո կարող են լիարժեք աշխատանքային գործունեություն ծավալել, ապա պետք է այդ ուրեմն պայմանները մոտեցվեն գործնական հնարավորություններին եւ հետեւաբար մեր խնդիրն է ուղղակի կարգավորումներ տալ։
թե բժշկական զննության, թե անհրաժեշտ նաև անհատական պաշտպանության միջոցների այլ անհրաժեշտ կարգավորումները նախագծով տրված են։ Ըստ Փաշինյանի մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը, որը հենված կլինի տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։